Մարդու իրավունքների պաշտպանն ու Հայաստանում Նիդերլանդների դեսպանը զարթոնքում էին կարևոր առաքելությամբ։ Մեր երկրում դեռևս լուրջ խնդիր է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը։ Վիճակագրությունը անտարբեր չի թողել նաև Նիդերլանդների դեսպանին։ Հայաստանում վերջին 25 տարում 80,000 աղջիկ չի ծնվել։ Հայ ընտանիքները տղաներին գերադասում են աղջիկներից, բայց սա միայն վիճակագրություն չէ, սրա հետևում սոցիալական եւ ընտանեկան խնդիրներ են։ Երկսոցիումը ընտանիքը չի ուզում, որ աղջիկ ծնվի։ Իսկ կանայք շատ հաճախ ստիպված են լինում անել այն, ինչ պահանջում է ընտանիքը, ամուսինը։ Դեսպանատունը խնդիրը բարձրացնում է իր աջակցությամբ ստեղծված շնորհավոր աղջիկի կարճամետրաժ ֆիլմի միջոցով, որի ցուցադրման հասցեն այս անգամ զարթոնքներ։ Խոսելով սելեկտիվ աբորտների մասին, բանախոսներն ասացին, որ դա ծանր հետևանք է թողնում կանանց հոգեկան վիճակի վրա։ Խնդիրը սուր է հատկապես գյուղական բնակավայրերում, որտեղ կինը երբեմն հոգեբանական եւ սոցիալական խնդիրներով պայմանավորված ստիպված է լինում դադարեցնել հղիությունը, որովհետեւ ընտանիքում 1-2 աղջիկ արդեն կա, իսկ իրենք տղա են ուզում։ Սա շատ ակտուալ թեմա է եւ շատ ակտուալ հատկապես աղջիկների ու կանանց իրավունքներին վերաբերելի, որովհետև Հայաստանում դեռևս շարունակում է պահպանվել սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը եւ չափազանց կարեւոր է հենց աղջիկների իրավունքների պաշտպանության համատեքստում շեշտադրել նաեւ այս խնդրի առկայությունը եւ դրա հաղթահարման կարեւորությունը։ Զարթոնքի բնակչության մոտ 40%-ը եզդիներ են։ Հղիության սելեկտիվ ընդհատումը չի շրջանցել ավանդապաշտ եզդիներին։ Ազգությամբ եզդի պատգամավորը մտահոգված է ճակատագրական այն որոշումների համար, որոնք կայացնում են իր հայրենակիցները, չմտածելով անդառնալիի մասին։ Մենք եզդի գինեկոլոգ ունենք կին, ում մոտ հենց ազգությամբ պայմանավորված, որ վստահում են եւ տենց այցի են գնում, հենց նաեւ այս մարզում է։ Բժշկուհին շատ եզդներ են այցելում եւ հղիությունը ընդհատում են, երբ իմանում են աղջիկը։ Ու այստեղ այդ խնդիրը պետք է լուծել։ Բաքոյանի կարծիքով եզդիների պարագայում խնդիրը նաև կրթության բացակայությունն է։ Սեռը դատավճիռ չէ, եթե ծնողներն ուսյալ են եւ ունեն լայն մտահորիզոն, ասում է պատգամավորը։ Այդ կարծիքին է նաև մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում նախագծի մասնակից Էլենը։ Ապագա բժիշկ տեղագործը եւս անհանգստացած է չծնվող աղջիկների եւ հղիությունն ընդհատող կանանց հոգեկան առողջության համար։ Հայաստանի Հանրապետությունում շատ բարձր է հղիության արհեստական ընդհատումը նամանավանդ սեռով պայմանավորված, աղջիկ երեխաների շատ մեծ քանակ ուղղակի չեն ծնվում, բոլոր երեխաներն էլ իրավունք ունեն ապրելու, մեծանալու առանց խտրականությունների, առանց խարանավորումների։ Շնորհավոր աղջիկ է ֆիլմը, որ հոգեբանական բռնությամբ հղիությունն ընդհատած կնոջ ծանր ապրումների մասին է, հեռուստատեսությամբ կցուցադրվի ավելի ուշ։ Կինոնկարն առայժմ մարզերով է ճանապարհորդում։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, Լուրեր։